Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը լի է խորը հոգեբանական ապրումներով, դիմակազերծումներով և այնպիսի սպասված զարգացումներով, որոնք էլ ավելի են շիկացնում առանց այն էլ պայթյունավտանգ մթնոլորտը։ Այսօրվա սերիայում մենք ականատես կլինենք, թե ինչպես են մեղքի զգացումն ու վրեժը կառավարում մարդկանց մտքերն ու քայլերը։ Ամեն ինչ սկսվում է հիվանդանոցում, որտեղ ողբերգությունը դեռ թարմ է, իսկ վերքերը բաց։ Իննայի խնդրանքով և հորդորով Հունանը, ով սովորաբար զուրկ է կարեկցանքից, որոշում է գնալ Մանանի մոտ։ Իննան հույս ուներ, որ Հունանը գոնե մի փոքր կմխիթարի որդեկորույս մորը, բայց ստացվում է ճիշտ հակառակը։ Հիվանդասենյակում տիրող ծանր լռությունը խախտվում է Մանանի արդարացի և կոշտ մեղադրանքներով։ Նա նայում է Հունանի աչքերին և ուղիղ տեքստով հայտարարում, որ հենց նրա անսահման չարության, նրա ինտրիգների ու պատերազմների պատճառով է այս ամենն այսպիսի ողբերգական ավարտ ունեցել։ Մանանը նրան է մեղադրում թե Գրիշոյի ծանր վիճակի և թե իր անմեղ երեխայի կորստի համար։ Այս ճշմարտությունն այնքան ծանր է, որ Հունանը պարզապես լուռ դուրս է գալիս հիվանդասենյակից։ Եվ այստեղ մենք տեսնում ենք աննախադեպ մի բան։ Հունանը սկսում է ինքն իրեն մտովի տանջել ու մեղադրել։ Նա գիտակցում է, որ իր որդու երեխան, իր արյունը նման դաժան ճակատագրի արժանացավ հենց իր սխալների պատճառով։ Այս հոգեբանական ճնշման տակ Հունանի ուղեղում ծնվում է նոր որոշում։ Նա մտածում է, որ հիմա պարտավոր է շատ լավ խնամել Մաշին, ապահովել նրան ամեն ինչով, որպեսզի վերջինս գոնե առողջ երեխա լույս աշխարհ բերի։ Չէ՞ որ հաշվի առնելով Գրիշոյի վիճակը, կա սարսափելի մի հավանականություն. միգուցե իր որդին այլևս երբեք հնարավորություն չունենա երեխա ունենալու։ Այս միտքը Հունանին ստիպում է կառչել Մաշի հղիությունից որպես փրկողակի։ Մինչ Հունանը խճճված է իր ընտանեկան ողբերգությունների մեջ, հին թշնամիները չեն քնում։ Հունանն ու Արտյոմը հեռախոսազրույց են ունենում, որը դառնում է նրանց միջև բացահայտ և արյունալի պատերազմի պաշտոնական մեկնարկը։ Արտյոմն այլևս չի թաքցնում իր զայրույթն ու ուղիղ տեքստով Հունանին մեղադրում է իր եղբորը սպանելու մեջ։ Սակայն Հունանը, պահպանելով իր սառնասրտությունը, կտրականապես հերքում է դա, պատասխանելով, որ նման բան չկա։ Փոխարենը նա հարվածում է Արտյոմի ամենաթույլ կետին, հիշեցնելով, որ հիմա միակ իրական և կարևոր փաստն այն է, որ Արամը ձերբակալված է իր քրոջ՝ Էռնայի սպանության համար։ Եվ ահա, անելանելի վիճակում հայտնված Արտյոմը վերջապես անում է այն խոստովանությունը, որին բոլորս սպասում էինք։ Նա ընդունում է, որ իրոք Արամն է վրաերթի ենթարկել Էռնային, բայց փորձում է արդարանալ, նշելով, որ դա եղել է ոչ դիտավորյալ, այլ դժբախտ պատահար։ Բայց Հունանի համար Արտյոմի ոչ մի արդարացում, ոչ մի բառ այլևս նշանակություն չունի։ Նրա համար կարևոր է միայն մեկ բան. Արամը պետք է խստագույնս պատժվի և փտի բանտում իր քրոջ արյան համար։ Այս լարված խոսակցությունից քիչ անց Հունանը որոշում է անցնել հարձակման մեկ այլ ճակատով։ Նա գնում է ուղիղ Վովայի մոտ, նպատակ ունենալով նրա հետ խոսել և շատ հստակ ակնարկներով հասկացնել ճշմարտությունը։ Հունանը ցանկանում է բացել Վովայի աչքերն ու ասել, որ նա իրականում ոչ թե Օլգայի, այլ Սարգսյանների որդին է։ Բայց այս ճակատագրական խոսակցությունը այդպես էլ չի ավարտվում։ Ճիշտ այն պահին, երբ Հունանը պատրաստվում էր գլխավոր հարվածը հասցնել, տան դարպասներից խուճապահար դուրս է գալիս Օլգան։ Նա իր մայրական բնազդով և վախով միանգամից զգում է մոտեցող վտանգը։ Օլգան հասկանում է, որ Հունանը պատահական չի եկել, որ նա հատուկ նպատակ ունի և հենց հիմա պատրաստվում է բացահայտել այն ամենը, ինչ ինքն ու Ավոն այդքան խնամքով թաքցնում էին։ Առանց վայրկյան կորցնելու նա կոպտորեն միջամտում է, ընդհատում է խոսակցությունը և բռնելով Վովայի թևից նրան ստիպողաբար տանում ներս։ Հունանը, հասկանալով, որ պահը կորած է, հեգնական հայացքով նայում է նրանց և թողնում հեռանում։ Սակայն Օլգան սխալվեց, կարծելով, թե վտանգն անցավ։
Վովան արդեն երեխա չէ, եւ այս ամենը նրա մոտ լուրջ կասկածներ է արթնացնում։ Ներս մտնելուն պես նա չի հանդարտվում եւ շատ կոշտ խոսակցություն է ունենում մոր հետ։ Վովան ասում է Օլգային, որ նա դիտավորյալ խուճապահար խանգարեց, որովհետև Հունանն ակնհայտորեն ինչ-որ շատ կարևոր բան էր պատրաստվում իրեն ասել։ Չստանալով պատասխաններ, Վովան հասկանում է, որ իրենից մեծ գաղտնիք են թաքցնում։ Նա կայացնում է տղամարդկային որոշում, դուրս է գալիս տանից, վերցնում է հեռախոսն ու անձամբ զանգահարում Հունանին։ Վովան պայմանավորվում է հանդիպել նրա հետ չեզոք գոտում, որպեսզի վերջապես իմանա Հունանի իրական մտադրությունն ու այն, ինչ նա չհասցրեց ասել դարպասների մոտ։ Եվ ահա նրանք հանդիպում են։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, արդյոք Հունան այս հանդիպման ժամանակ մինչև վերջ կբացի խաղաքարտերն ու Վովային կասի, որ նա Սարգսյանների կորած որդին է, թե կշարունակի հոգեբանական խաղեր խաղալ եւ պահել այդ գաղտնիքը Ավոյին շանտաժի ենթարկելու համար։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով եւ կանխատեսումներով մեկնաբանություններ բաժնում։ Մեզ համար շատ կարեւոր է իմանալ ձեր կարծիքը եւ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին հաջորդ ամենաթեժ զարգացումներին առաջինը տեղեկանալու համար։